Հայրենակիցներ, այսօր Նիկոլան Հողը փորձելով քողարկել եւ բացատրել իր տապալված արտաքին քաղաքականությունը կապված ԵԱՏՄ-ի եւ Ռուսաստանի հետ, փորձել է, ինչպես եւ անում են գեղցի շուստրակները, հիվանդ գլխից ամբողջը բարթել առողջ գլխի վրա։ Նիկոլան Հողը ոչ ավել, ոչ պակաս հայտարարել է. ԵԱՏՄ-ն կատվածահար է, չի աշխատում, դա ԵԱՏՄ-ի վերջի սկիզբն է։ Այստեղ կարելի էր շատ բարձր ծիծաղել։ Նիկոլան Հող, ԵԱՏՄ-ն ինչով է կատվածահար։ Ուրեմն հարգելի հայրենակիցներ, այսպիսի արտահայտություն կարող է անել մի երկրի ղեկավար, որը այնպիսի արդյունաբերություն ունի, այնպիսի ուրեմն զարգացած տնտեսություն ունի, որ լինելով ինչ-որ տնտեսական միավորման անդամ եւ այդ միավորման անդամակցության պահով ինչ-որ խնդիրներ ունենալով եւ չարտահանելով իր ապրանքը համապատասխան տնտեսական այդ միավորման մեջ մտած այլ անդամ երկրների շուկաներ, կարող է տնտեսական մեծ խնդիրներ ստեղծել այդ երկրների համար։ Հիմա հարց. Հայաստանի գյուղմթերքը սննդի արդյունաբերության որոշ ուրեմն ճյուղերի արտադրանքներ, երբ որ ասենք չի արտահանվում ԵԱՏՄ երկրներ, ԵԱՏՄ-ի որևէ երկրում այդ ապրանքների պահով ինչ որ խնդիր ստեղծվել է, ասենք Հայաստանից չի արտահանվում միրգ դեպի Ռուսաստան, իսկ Ռուսաստանից նաև այդ միրգը արտահանվում էր դեպի ԵԱՏՄ որոշ երկրներ։ Հիմա դրանից ռուսը, բելարուսը, ղազախը, ղրղըզը ուրեմն տուժում են, բացի հայ արտադրողից ոչ ոք չի տուժում։ Ասենք, եթե մեր ջերմուկը հիմա չի վաճառվում ռուսական խանութներում, ռուսաստանյան քաղաքների, բելարուսական քաղաքների կամ ասենք Ղազախստանի քաղաքների, ուրեմն խանութներում դրանից այդ երկրների բնակիչներն են տուժում, ոչ, ինչպես ռուսը ասում է, «Свято место пусто не бывает»։ Մեր Հայաստանից արտահանվող ապրանքները շատ արագ փոխարինվում են այլ երկրների եւ ցավոք սրտի ամենավատ բանը մեզ համար ադրբեջանական սննդի արդյունաբերության եւ գյուղմթերքներով։ Հարց հիմա այստեղ ԵԱՏՄ-ն ինչով տուժեց։ Նիկոլը փորձում է իր սեփական սնանկությունը, իր սեփական գեղցի շուստրյակությունը, իր լկտի արտաքին քաղաքականությունը թեպա ռուսներ եւ ԵԱՏՄ անդամ երկրներ, քանի որ ես ընդունել եմ օրենք, որ ես պետք է դեպի Եվրոպա գնամ, բայց հələ մեզ չեն հրավիրել, այ բերեք ես մնամ ԵԱՏՄ կազմի մեջ, հարստանամ, վաճառեմ իմ ապրանքը, ինչ որ պետք է անեմ, այ երբ որ հենց պետք եղավ, ես ձեր կողքից կթռնեմ ու կգնամ Եվրամիություն, մի տնտեսական կազմակերպություն, որը ուրեմն թշնամաբար է վերաբերում նույն ԵԱՏՄ անդամ որոշ երկրների, հատկապես Ռուսաստանին ու Բելարուսին, որոնք համարվում են ԵԱՏՄ խոշոր լոկոմոտիվներ։ Հայաստանը իր տնտեսությունով, իր հնարավորություններով նույնիսկ վագոն չէ։ Էս ինչեր ես խոսում, Նիկոլ, ԵԱՏՄ-ն կատվածահար է։ ԵԱՏՄ-ն մեզ ուղղակի դուրս է արել։ Իդեպ հարգելի հայրենակիցներ, հատուկ նշեմ ձեզ համար, որ Հայաստանում հանրաքվեի դնելը, թե Հայաստանը որ ուղղությամբ է գնալու դեպի Եվրամիություն, թե ԵԱՏՄ, դա ոչ թե Ռուսաստանի կոչն է, այլ ԵԱՏՄ պետությունների կոչն է։ Եվ այն որ մեզ ուղղակիորեն արդեն դուրս է շպրտել ԵԱՏՄ-ից, դե ֆակտո, իսկ դե յուրե շատ շուտով, դա մեր պրոբլեմն է։ Հարգելի հայրենակիցներ, ասենք ԵԱՏՄ-ն կատվածահար է, չի աշխատում, նույնիսկ այսպիսի բան չի կարող իրեն թույլ տալ ԵԱՏՄ բավական հզոր տնտեսություն է ցող, ասենք թե նույն Ղազախստանը։ Նայեք, ուրեմն մի հատ էլ օրինակ բերեմ, դուք տեսաք Եվրամիությանից դուրս եկավ Մեծ Բրիտանիան։ Եվրամիության ամենախոշոր արտադրողներից մեկը, լոկոմոտիվներից մեկը, բայց Եվրամիությունը չքանդվեց։ Էլ ուր մնաց
Հայաստանի Հանրապետության նման այսպես պուճուրիկ երկիր։ Նիկոլան Հող, եթե դու պատրաստվում էիր Հայաստանը դեպի արևմուտք տանել, այս 8 տարիների ընթացքում ինչի դու մեզ ավելի կախվածության մեջ գցեցիր ռուսական շուկայից։ Եթե 2015 թվականին մեր արտաքին առևտրի ընդամենը 15.5%-ն էր ընկնում Ռուսաստանի վրա, ապա հիմա 36.2%-ն է։ Էլ չասեմ, որ 2024 թվականին 41%-ից ավելն է եղել։ Հարգելի հայրենակիցներ, դուք հասկանում եք, որ Նիկոլան Հողը ուղղակիորեն ավելի մեծ գլոբալ աղետալի ծրագիր է պատրաստում։ Ինքը ուղղակի քանդում է Հայաստանում գյուղատնտեսությունը եւ սննդի արդյունաբերությունը։ Դուք այդպես շարունակեք հավատալ Նիկոլին, դուք այդպես շարունակեք մեղադրել Ռուսին, Բելարուսին, Ղազախին, ԵԱՏՄ-ին, բայց դուք մի բան հասկացեք։ Մենք նման ենք, գիտեք ինչի, մենք նման ենք այն փոքրիկ երեխային, ով հաց չուտելով մտածում է, թե ինքը դրանով պատժում է ավելի մեծերին, տատիկ, պապիկ, հայր, մայր։ Ասենք մենք այսպիսի կապրիզներ անելով, մեզ կեղծի շուստրյակի վարկակից թույլ տալով, թե բա մենք հիմա ԵԱՏՄ-ն ենք, հետո կթռնենք Եվրամիություն, դուք դա պետք է տանեք, որովհետև այդպես է մենք ձեր այս կազմակերպության անդամն ենք, բայց գրեթե ոչինչ չունենալով մենք մտածում ենք, որ մենք այս մեր բնավորությամբ, այս մեր վարքագծով պետք է ասենք բան անենք, հա, պատժենք ռուսներին, Բելարուսին, թքած ունեն բոլորը մեր վրա, Ղազախներն էլ, Ղրղզներն էլ։ Երբ որ մենք ունենանք այնպիսի տնտեսություն, որ ինչ որ ձևաչափով կարողանանք այդ ապրանքը, ասենք Ռուսաստան արտահանվող, ասենք ջրեղենի 80%-ը ռուսական շուկայի պահանջարկի 80%-ը մենք տանք, մենք կարող ենք մեզ թույլ տալ ասել, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար է։ ԵԱՏՄ-ն շատ լավ ապրում է, շատ լավ շարունակում է իր գործունեությունը առանց Հայաստանի, իսկ կաթվածահարը մենք ենք։ Մեր գյուղատնտեսությունն է, մեր ձկնարտադրությունն է, մեր կատնամթերքի արտադրությունն է եւ շարունակաբար։ Իսկ այդ Նիկոլես երկար լեզվի համար դուք սպասեք նոր պատժամիջոցների։ Այսպիսի լկտի վարքագիծ դրսևորողների համար ռուսները նոր պատժամիջոցներ կսահմանեն։ Ես համարում եմ, որ ռուսը շատ ստորաբար է վերաբերում հայ ժողովրդի հետ։ Ինքը պատժում է ժողովրդին։ Այնինչ ինքը պետք է պատժեր այն մարդկանց, ում որ ժամանակին ինքը հովանավորում էր։ Այդ նույն Նիկոլին։ Նիկոլին ռուսն է փրկել 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո։ Նիկոլի իշխանությունը ռուսն է փրկել 2021 թվականի փետրվարին, եւ որ հայկական զինված ուժերի գլխավոր շտաբը ճակերտավոր ապստամբել էր նրա դեմ։ Բայց հիմա նույն ռուսը պատժում է հայ ժողովրդին եւ հասկացնում է, որ թող հայ ժողովուրդը Նիկոլի հարցերը լուծի։ Բայց խնդիրը հետեւյալն է. հարգելի հայրենակիցներ, ռուսը կարող է իրեն շատ բաներ թույլ տալ, շատ։ Ինքը կերտերություն է։ Ինքը այս իր կարճատև հազարամյա պատմության մեջ ապացուցել է, որ ինքը հնարավորություն ունի շատ ծանր իրավիճակներից դուրս գալու, բայց մենք այդ հնարավորությունը գրեթե չունենք, որովհետև 360,000 քառակուսի կիլոմետր Հայաստանից մենք մնացել ենք այս 30,000 քառակուսի կիլոմետրի վրա, եւ դրա մեջ ոչ ոք մեղավոր չէ, դրա մեջ մեղավոր ենք մենք, հայերս, որովհետև մենք մեր բոլոր դժբախտությունների ու խնդիրների համար մեղադրում ենք սրան նրան ու հավատում ենք Նիկոլի նման ապիկար, տգետ, թերուս դեմագոգներին։ Ծիծաղելի է, ԵԱՏՄ-ն կաթվածահար է, եղավ,